Ֆինանսը մեր կյանքի անբաժանելի մասն է եւ շատ կարեւոր է իմանալ ինչ է ֆինանսը, ֆինանսական գրագիտությունը եւ հենց դրա համար տնտեսական լրագրողների ակումբը սկսում է ոդքասթի շարք ինչպես է աշխատում փողը եւ իմ գործընկեր Միլենայի հետ մենք հենց այսօր սկսելու ենք խոսել դրա մասին։ Ողջույն Գայա, կարծում եմ, որ այսօր շատ հետաքրքիր օր ենք անցկացնելու եւ իհարկե հարցերը արդեն կարծում եմ շատ հետաքրքիր են, միասին երևի թե սկսենք։ Ես ուզում եմ նախ իմանալ, թե քեզ համար ինչ է ֆինանսական գրագիտությունը։ Ինձ համար ֆինանսական գրագիտությունը, երբ որ մարդը կարողանում է իր եկամուտը հստակ կառավարել, կարծում եմ, որ դա է իմ կարծիքով, իսկ քեզ համար։ Ես կարծում եմ ֆինանսական գրագիտությունը սահմանվում է, երբ իմ ծախսերը չեն գերազանցում իմ եկամուտները։ Ես կարծում եմ դա է։ Շատ լավ, կարծում եմ ժամանակն է, որ մեր հյուրին ներկայացնենք եւ վերջապես հստակ իմանանք, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը եւ այսօրվա մեր հյուրը Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանն է։ Ողջույն Տիկին Հարությունյան։ Մենք նախքան ոդքասթ սկսելը զրուցեցինք եւ դուք թույլ տվեցիք կարելի ասել, ձեզ հենց անունով դիմել, ձեր թույլտվությամբ եթերում նաեւ։ Հերմինե, ուզում եմ իմանալ ինչ է իրականում ֆինանսական գրագիտությունը, ինչպես է փողը աշխատում, ինչպես ենք մենք կառավարում գումարը։ Շատ բարի, նախ կրկին ուզում եմ ողջունել ձեզ եւ շնորհակալություն հայտնել ինձ հյուրընկալելու համար։ Ինչ է ֆինանսական գրագիտությունը, ինչպես է փողը աշխատում, հա, այս հարցերին պատասխանեմ։ Ֆինանսական գրագիտությունը ըստ էության, ինչպես արդեն Միլենան նշեց, անձի, հետո շարունակությունը Գայայի խոսքում ես լսեցի, անձի ֆինանսական գիտելիքների, հմտությունների եւ վարքագծի այս ամբողջ համակարգն է, համակցությունն է, այն իր մեջ ինչ է ներառում եւ անձնական ֆինանսների, անձնական եկամուտների կառավարում, ծախսերի կառավարում, այնուհետեւ խնայողությունների ձևավորում եւ իհարկե երկարաժամկետ հատվածում ներդրումների կատարում, որպեսզի մենք ունենանք կայուն ֆինանսական ապագա։ Այսպեսի մի հարց ինձ շատ հետաքրքիր է, թե ինչու է ֆինանսական գրագիտությունը այսօր նույնքան կարևոր դարձել, ինչքան որ մարդու մասնագիտությունը եւ կրթությունն են։ Նույնքան կարևոր ամբողջովին համաձայն չեմ կարող լինել, թեպետ տեսեք ֆինանսական գրագիտությունը իմ մասնագիտացման հետ ունի ուղղակիորեն կապվածություն, բայց մենք կրթություն ստանալով ստացել ենք ֆունդամենտալ գիտելիքներ, մտածելու հնարավորություն եւ այսօր շատ կրթական համակարգեր, աշխարհում նաեւ առաջատար կրթական համակարգեր այդ կյանքի հմտությունները կրթական համակարգում ներդրել են, ներմուծվել են։ Մեր երկրում եւս դպրոցահասակ տարիքից արդեն ֆինանսական գրագիտության թեմաներ են ներառված որոշ առարկաներում, դա բավականին ողջունելի նախաձեռնություն է, դա հնարավորություն է տալիս հենց դպրոցում ծանոթանալ ֆինանսական գրագիտությանը։ Կարծում եմ հարցի կարևորությունը, եթե նույնիսկ համարժեքության նշան չդնենք այս երկուսի միջև, այնուամենայնիվ շատ կարևոր է ֆինանսական գրագիտությունը, որովհետև մենք կիրառում ենք իրական կյանքում, դրա կիրառելությունը ուղղակի անխուսափելի է։ Ես կարծում եմ, որ անկախ նրանից մենք իմանանք ինչ է ֆինանսական գրագիտությունը եւ փորձենք լինել ֆինանսապես գրագետ, մենք շատ հաճախ սխալներ ենք թույլ տալիս։ Որոնք են ամենատարածված սխալները եւ որոնք են ամենահեշտ եւ ամենակիրառելի միջոցները այդ սխալները ուղղելու եւ ավելի ֆինանսապես գրագետ դառնալու։ Բոլորն են սխալներ թույլ տվել կամ թույլ տալիս։ Տարածված սխալներից ես իհարկե կնշեի, որ սկզբում մտածում ենք ծախսեր կատարել, հետո ինչ կմնա կխնայեմ։ Միշտ այդպես եմ։ Այ, հնարավոր է։ Բայց սովորաբար փաստացի ոչինչ չի մնում այդ դեպքում։ Եվ ճիշտ չէ սկզբից չխնայելը կամ մոտեցում, կարծում եմ տարածված սխալներից, որ նպատակներ չենք ունենում, երկարաժամկետ հատվածում ինչ-որ ծրագրեր, պլաններ չենք կազմում եւ այդ նպատակով խնայողություններ չենք կատարում։ Եթե նույնիսկ խնայողություն կատարում ենք, ես կարծում եմ շատ կարեւոր է հետեւողականորեն խնայողություններ կատարել։ Հետևողականորեն խնայողություններ կատարել։ Եվ ես կցանկանայի նշել
ծախսերը կառավարելու համար 24 ժամվա էֆեկտ, այդպիսի շատ հետաքրքիր է, որովհետև անձամբ ես կիրառել եմ դա, եթե անհրաժեշտ չէ շատ այդ գնումը կատարելը, 24 ժամ հետո կարող ենք վերլուծել, արդյոք ճիշտ էր այդ որոշումը, ես անպայման պետք է գնեի այդ իրը կամ, չգիտեմ, ինչ որ ծառայությունից, այո, օգտվելը, արդեն ակնհայտ է դառնում, անհրաժեշտ էր թե ոչ։ Երբեմն դա մեզ արդեն կանգնեցնում է։ Շատ հետաքրքիր մեթոդ է։ Ես վստահ եմ, որ հիմա մարդիկ մեր ոդքասթը լսելիս այսպես իրենց մոտ հարց է առաջանում, լավ, ինչպես մենք պետք է ֆինանսապես գրագետ լինենք, եւ պիտի խնդրեմ ձեզ, ըստ ձեզ նշեք 3 հիմնական հմտություններ, որոնք մարդկանց հարկավոր են, որպեսզի նրանք ֆինանսապես գրագետ լինեն։ Միլենա, կդժվարանամ հենց միայն 3-ը նշել, բայց կարող եք ավել շատ լավ, շատ լավ։ Տեսեք, շատ կարևոր է, ինչպես արդեն նշեցի, հենց սկզբից առանձնացնել խնայողություն։ Որպես կանոն խորհուրդ է տրվում 10-ից 20%։ Շատ հաճախ լսել եք հավանաբար pay yourself first։ Այո։ Դա շատ կարևոր է եւ դա արդեն դառնում է սովորույթ։ Մենք անընդհատ դրան նույնիսկ կարող ենք չհետևել, ավտոմատացնել։ Դա շատ կարևոր է, ինչ որ խնայողական հաշիվ ունենալ, եթե ստանում ենք ինչ աշխատավարձ, դրա 10%-ը առնվազն խնայել։ Ամսական, այսինքն աշխատավարձից 10-ից 20%-ը։ Եվ գիտեք, ես ուզում եմ ուղղակի ասել, եթե մինչև հիմա չունենք ձևավորած խնայողություններ, պետք է անմիջապես սկսել։ Հենց իհարկե սկսել, այո։ Այո, այսպեսի խոսքը երբեք շուտ չէ եւ երբեք էլ ուշ չէ։ Անմիջապես պետք է սկսենք խնայել։ Կարծում եմ ծանոթ է, ձեզ եւս ծանոթ կլինի 50-30-20 հարաբերակցությամբ խնայողություններ կատարելը։ 50-ը դա վերաբերում է անհրաժեշտ ծախսերին, 30-ը ցանկություններին եւ հենց 20-ը գնում է արդեն խնայողություններին, հա։ Անպայման պետք է նպատակներ ունենալ երկարաժամկետ հատվածի համար եւ այն մտածելակերպը, որ այսօր լավ է, ես կարող եմ ծախսել, ոչինչ, լսում ենք, չէ, հաճախ լինում են, չէ, այդպես թե լավ, ինչու ինձ շատ զրկեմ, դա զրկելու մասին չէ, դա ապագայի համար, այո, դա ապագայի համար է եւ պետք է ունենալ երկարաժամկետ ծրագրեր, գնել տուն, բնակարան, կատարել ներդրումներ, որպեսզի հետագայում ունենանք կայուն ֆինանսական ապագա։ Չնայած նրան, որ մարդիկ արդեն տարբեր միջոցներ են գտնում, թե ինչպես իրենց գումարը խնայեն, մեկը, չգիտեմ, ինչ որ արկղի մեջ, մեկը հենց բանկում փորձում է իր գումարը պահել։ Կարծում եմ խնայելը շատ քիչ է ֆինանսապես գրագետ լինելու համար։ Ինչպես վերահսկենք մենք մեր ֆինանսը։ Այդ վերահսկելն էլ է կարծում եմ շատ կարևոր փուլ է, երևի թե խնայողություններից հետո եկող փուլը վերահսկելն է։ Ոնց վերահսկեմ, եթե ինչ-որ մեխանիզմներ կամ ինչ-որ տարբերակներ չգիտեմ եւ անընդհատ է ծախսելու մոլուցք ասեմ, հա, ծախսելու մոլուցք ունեմ եւ անընդհատ ծախսում եմ։ Տեսեք, այո, խնայողություններ ձևավորելը մեկ հարց է, այնուամենայնիվ լավ մեկնարկի համար պետք է խնայողություններ ձևավորել։ Հետո հետևել։ Ես նույնիսկ կասեի սկզբից է պետք հետևել ծախսեր կատարելուն։ Ըստ իս շատ կարևոր է հենց ծախսերը կառավարելը։ Անհրաժեշտ ծախսերը պետք է կատարվեն, մնացածից հնարավոր է որոշ ծախսեր նվազեցնել։ Կարծում եմ, գիտեք, եթե մենք նույնիսկ Excel-ով ինչ-որ հատուկ հաշվարկներ չենք վարում, մեր ծախսերը, թեպետ բյուջետավորումը խորհուրդ է տրվում ընդհանրապես կատարել եւ գրանցել բոլոր ծախսերը, հետո վերլուծել, դա շատ կարևոր է, վերլուծել, դա անհրաժեշտ էր, որ կատարեցի, երբեմն մեզ թվում է ինչ-որ ծախսեր ենք կատարում, փոքր ծախսեր են, բայց հետո հասկանում այո, դրանք դառնում են մեծ գումարներ, ես կասեի, այո, անտեսանելի ինչ-որ ծախսեր, բայց ասենք սուրճի, բաժանորդագրության, հիմա on-line գնումների համար մենք ծախսում ենք փոքր գումարներ, հետո դրանք դառնում են մեծ գումարներ, դրանք պետք է վերահսկելի լինեն, եթե նույնիսկ չենք վարում հատուկ հաշվարկներ, ես կարծում եմ կարող ենք մենք բոլոր ծախսերը բանկային քարտեր ունեն, շատ հաճախ օգտվում են բանկային քարտերից, նաև կանխիկ վճարներ, ծախսերը կատարել միայն մեկ միջոցով, կամ կանխիկ, կամ միայն մեկ քարտով, որովհետև գոնե օրվա վերջում վերլուծել, արդյոք ճիշտ էր այս ծախսերը կատարելը։
Մարդիկ երբեմն լիմիտ են սահմանում շաբաթվա ընթացքում Որոշակի չափով։ Այո, շաբաթվա ընթացքում այսքան, դրանից հետո նույնիսկ իրենց պարգևատրել այդ ծախսերի Կամ առումով հետո պատժել, երբ որ անցնում ես։ միանշանակ ճիշտ է։ Հիմնականում չի բավարարում որոշակի չափով սահմանված գումարը։ Շատ լավ բան ասացիք, հիմնականում չի բավարարում։ Կան մարդիկ նույնիսկ բարձր եկամուտներով կրկին չի բավարարում։ Եվ հակառակը կան ավելի անհամեմատացած եկամուտներով, բայց քանի որ հետևողական են եւ կա զսպվածություն, կարողանում են տարանջատել անհրաժեշտ եւ ցանկալի ծախսերը, կարողանում են ապահովել իրենց համար անվտանգության բարձիկ առնվազն։ Այդպիսի մի բան կա, չէ, իրականում, որ ավելի քիչ աշխատավարձ ստացող մարդիկ ավելի շատ ծախսեր ունեն, այսպես ասած, ավելի շատ են ծախսում, ավելի բարձր աշխատավարձ ստացողների դեպքում կարծես թե ծախսերը ավելի քիչ են։ Բայց իրականում դրա հակառակն էլ կա, օրինակ ինձ մոտ էլ է այդպես եղել, իմ շրջապատում բազմաթիվ մարդիկ կան, որ ինչքան աճել է եկամուտը, այդքան աճել են ծախսերը։ Դա էլ է շատ տարածված խնդիր է, որ չեն պատկերացնում ինչև այդ եկամուտի աճելը ոնց են ավելի քիչ ծախսերով գոյատևել, իրենց գոյատևել, հա, կարելի է ասել, բայց ինչ որ մի պահի, երբ որ աճում է եկամուտը, տեսնում ես քո ծախսերը գնալով աճում են։ Դա էլ էլի տարածված խնդիր։ Կարծում եմ էլի ծախսերը չվերահսկելու արդյունքում են դրանք ստացվում, իսկ եկամուտները աճելը, այո, ցանկալի է, բայց ծախսերից սկսել, հետո նոր կենտրոնանալ եկամուտներն ավելացնել, որովհետև տեսեք, երբ որ թեկուզ փոքր խնայողություն են կատարում, խնայողություն ձևավորելուց հետո հաջորդ հարցն է, չէ՞ գալիս։ Ինչ անել։ Ով չեք թողնելու տանը։ Կարող ենք ավանդներ դնել, կարող ենք այդ միջոցները բանկային համակարգում, ֆինանսական ակտիվները, ամենապարզ ակտիվներից կարող ենք ձեռք բերել։ Դրանց համար ֆինանսական գիտելիքներ, տենց հստակ շատ ռիսկեր գնահատելու անհրաժեշտություն այդ նշածս գործիքների չկա։ Ավանդները, քանի որ երաշխավորված են, ինչ որ սահմանաչափով օրենքով սահմանված, կան գործիքներ, որոնք ավելի քիչ ռիսկային են, բայց պարզապես այստեղ գիտեք, ես իսկ նորից նշում եմ այդ հետևողականորեն հետևել ծախսերին ու կատարել խնայողություններ մշտապես։ Իսկ այստեղ կա սպառողի հոգեբանություն եւ ինչ է առհասարակ դա իրենից ներկայացնում։ Արդյոք դա ենթադրում է անարդյունավետ եւ չարդարացված ծախսեր։ Շատ լավ հարց եք տալիս։ Իհարկե կա։ Անժխտելի է կա սպառողի հոգեբանություն, նույնիսկ վարքագծային տնտեսագիտության հեղինակները, այդ ուղղության այդ հետազոտություններ կատարողները մշտապես ապացուցում են, որ այդ մարքեթինգային հնարքներն ինչպես են ազդում մարդկանց վրա, բոլորիս վրա, եւ մենք էլ ենք գիտակցում, որ երբեմն այդ զեղչերը պարզապես թակարդ են։ Մարքեթինգի զոհ ենք դառնում, այո։ Գիտեք, էլի մենք դե ամեն դեպքում տեսնում ենք ինչ որ էականորեն նվազում գնի, բայց երբ որ կարողանանք ինքներս մեզ զսպել եւ հասկացնել, որ արդյոք դա ինձ անհրաժեշտ էր, դա այն ապրանքներ, որ 30-40% նվազել է եւ ես անպայման պիտի գնեմ, քանի որ զեղ չէ, բայց դա շատ խորը հարց է, կարծում եմ նույնիսկ մեկ եթերը չի բավարարի, այո, բայց շատ հետաքրքիր հարց է, որովհետեւ կապ կա, միանշանակ կապ կա սպառողի հոգեբանության եւ ծախսեր կատարելու ընդհանրապես վարքագծի այդ փաստը գործոնը շատ էական է կարծում եմ։ Ինձ գիտեք ինչ է հետաքրքրում, հնարավոր է լինել հարուստ, բայց ունենալ ցածր եկամուտ եւ դրան զուգահեռ լինել գրագետ ֆինանսապես։ Այսինքն հարուստ է, բայց ոչ բարձր եկամտով, պարզապես ֆինանսական գրագիտությամբ կարողացել է դառնալ հարուստ։ Կրկին հարաբերական է այս հարցը։ Ինչ հարուստ ասելով ինչ նկատի ունենք։ Եթե էլի նկատի ունենք ընդհանուր միջավայրում բավական բարձր եկամուտ ունեցվածք ունեցող կամ չգիտեմ, բնակչության մակարդակով ֆինանսական գրագիտությունը անհրաժեշտ է ծախսերը կարգավորելու համար, բայց պետք է աշխատել նաև ավելացնել եկամուտները։ Չգիտեմ որքան, այստեղ արդեն կյանքի որակի ընդհանրապես հարցեր են առաջանում։ Հետաքրքիր հարցեր։ Կին Հարությունյան, այսպիսի մի հարց, ըստ ձեզ
Որն է ավելի կարևոր շատ վաստակելը, թե ճիշտ ծախսելը։ Շատ վաստակելը, թե ճիշտ ծախսելը։ Չի դնի էլի ինչ որ նշան, կարծում եմ կամ չի էստեղ։ Պետք է սկսել բոլոր դեպքերում ճիշտ ծախսերից, հետո կենտրոնանալ եկամուտներն ավելացնելու վրա, որովհետև դրանով առաջ ենք գնում, դրանով ավելի զարգանում ենք եւ նոր ներդրումներով կարող ենք ունենալ ինչպես անձնական առաջընթաց։ Այդ հենց ֆինանսական գրագիտության նպատակներից մեկն է, որ ցանկացած անձի որոշումը կարողանա այնպիսի խելամիտ որոշում լինի, որ ինքը կարողանա իր վարքագծով ազդել ինչի վրա։ Դեստեղ մի հատ մեծ կապ կա, պարզապես անձի համար չի, իմ որոշումը կամ ձեր որոշումը միայն մեզ համար չէ։ Մենք նպաստում ենք դրանով, շատ հետաքրքիր գործընթացներ չէ տեղի ունենում, երբ որ մենք խելամիտ որոշումներ ենք, ֆինանսական որոշումներ ենք կայացնում։ Դա ազդում է նաև տնտեսական զարգացմանը։ Այո։ Շատ ճիշտ եք։ Դուք նշեցիք, որ կարելի է խնայել հենց այսօր, սկսենք խնայել, եւ ես կարծում եմ խնայողության ամենահեշտ միջոցը ավանդն է, բանկում ավանդ դնել։ Ուզում եմ իմանալ, թե ինչպես դա անեմ, առասարակ ավանդի ինչ տեսակներ կան բանկերում, ինչ հնարավորություններ կան, տոկոսներ եւ այլն։ Մանրամասնեք, եթե դժվար չէ։ Շատ բարի։ Տեսեք, քանի որ մենք ավտոմատացնում ենք ինչ որ գործընթացներ, աշխատավարձ ստանալուց անմիջապես ինչ որ տոկոս, ենթադրենք 10%-ը ուղղվում է այդ խնայողական հաշվին, խնայողական հաշվում կուտակվում են։ Որպես կանոն խնայողական հաշվի մնացորդի համար բանկային համակարգում որպես ավանդ հաշվարկվում են որոշակի տոկոսադրույք է վճարվում։ Այդ տոկոսադրույքը սակայն ավելի ցածր է, քան ժամկետային ավանդի տոկոսադրույքը։ Ինչ որ ժամանակ անց, երբ որ արդեն մեր դրամագլուխը մեծանում է, կարող եք դուք փոխել որպես ժամկետային ավանդ ներդնել բանկային համակարգում։ Սա եւս մեթոդ է։ Գիտեք, ես հաճախ տեսնում եմ այսպիսի ինչ որ մի բան, որ մտածում են ավանդ ներդնելուց հետո եթե ինձ անհրաժեշտ է պայմանագիրը դադարեցնեմ, հանեմ, կարող է ինչ որ գումար կորցնեմ։ Դրա համար խորհուրդ է տրվում տարբեր հաշիվներ բացել, մեկը կարող է լինել խնայողական, մեկ ուրիշը ժամկետային, կոնկրետ նպատակներից ելնելով ունենալ տարբեր ավանդային հաշիվներ։ Շնորհակալ ենք շատ հետաքրքիր զրույցի համար։ Ես վստահ եմ, որ մեր այսօրվա զրույցից հետո արդեն շատերը կխնայեն միանշանակ եւ որոշ չափով կհասկանան, թե ինչ է ֆինանսական գրագիտությունը։ Ես հիշեցնեմ, որ մեր այսօրվա հյուրը ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի տնօրեն Հերմինե Հարությունյանն էր, իսկ դուք մնացեք մեզ հետ, որպեսզի լինեք ֆինանսապես գրագետ։